որոշակցության համակարգները դատանի կազմի վերաբերյալ անհրաժեշտ է համար որոշակի տեղեկություններ ներկայացնել, մասնավորապես նշված քրեական գործը մակագրվել է նախագահ դատավարություն Պետրոսյանի եւ պարոն Սերժ Համբարձումյանի։ Նկատի ունենալով որ պարոն Համբարձումյանը գտնվում է ԱՄՆ մի արձակուրդի մեջ նախագահ դատավորի զեկուցակի հիման վրա դատարանի նախագահի կողմից Սինդրոցի քննությանը ներգրավել են դատարանի պարոն Մակար Կիրակոսյանը եւ պարոն Արմեն Պետրոսյանը։ Այնուհետև 2026 թվականի հունվարի 7-ին նկատի ունենալով պարոն Պետրոսյանը այդ բանը գտնվում է հունվարի 12-ին գտնվել էր արձակուրդի մեջ եւ պարոն Սերժ Համբարձումյանը արդեն վերադարձել էր արձակուրդից։ Կրկին նախագահ դատավորի զեկուցակի հիման վրա Սինդրոցի քննությանը պարոն Պետրոսյանի փոխարեն ներգրավել է պարոն Սերժ Համբարձումյանը։ Այսինքն դատարանի կազմը ձևավորվել է այս ընթացակարգով։ Դատարանը քննարկելով Դատարանը լսել է կողմերի կարծիքը եւ նկատի ունենալով որ քրեական գործը բաղկացած 40 հատորից հաշվի առնելով մեղադրողը անհրաժեշտ է որ ճանաչել անհրաժեշտ է ժամանակությունների ծառայողների համար հաշվի առնելով նաեւ որ ներկայացվել է իշխանություն մեղադրել նկատմամբ քրեական միջոցը վերացնելու վերաբերյալ իշխանական որոշակի անապահովություն դատարանը որոշեց մեղադրողի իշխանությունը բավարարել եւ ժամանակ տրամադրել գործին իրեն ծանոթանալու համար մեկ շաբաթ ժամանակ եւ գործի քննություն ներկայացրել եւ նշանակել 2026 թվականի հունվարի 19-ին հունվարի 19-ին ժամը 12:00-ին նա պաշտպանեց Անդրաժամ դատարան հենց նույն ժամի 12:00-ին դատավոր ավարտելի նոր առաջինացանում դատական նիստում նշանակված, եթե դրանից ունե 1 ժամ 30 րոպե հետո լինի, այնտեղ կարողանանք կազմակերպել Կարանքի տակին դրանցել ոչ պատվիրել կանոնավորված չունի եթե ժամկետները չկա դեպքում եթե նշանակեք ուղղակի ես տեղեկացնում եմ որ ժամին նշանակված դատական նիստ այդ պարագայում առաջանալու է խնդիր են մյուս գործով պետք է մյուս գործով գրեմ հետազոտեմ սենց ժամը 14:00 Ուրեմն հունվարի 2020 թվականի հունվարի 19-ին ժամը 14:00-ին նշված բառի այսօրվա դատական նիստը հայտարարվել է